Վերջին զանգ հեռուստասերիալում Անգելինան և Հենրին շարունակում են ապրել բաժանված, իրարից հեռու, բայց այս բաժանումը ավելի շատ տառապանք է բերում, քան լուծում է առաջացած խնդիրները։ Եվ մինչ սիրահարները ապրում են ցավի ամենածանր փուլը, մթնոլորտը կուտակվում է նաև հիվանդանոցում, որտեղ շարունակվում է Արամի կյանքը փրկելու պայքարը։ Հենդոն ու Միքոն գալիս են հիվանդանոց, հետաքրքրվելու Արամի վիճակով։ Միքոն լավ հասկանում է, որ Արամը Աննայի քրոջ որդին է և դա պարտադրում է ձևական հետաքրքրություն, բայց Բագրատը շատ լավ գիտի, նրանց ներկայությունը վտանգավոր է։ Սոսը, Արամի հայրն ու Միքոյի տարիների թշնամին, կարող է ամեն րոպե հայտնվել ու բացահայտել հարյուրավոր սերիաների արժեք ունեցող գաղտնիքը։ Բագրատը նրանից պահանջում է հեռանալ։ Քիչ անց նա զանգում է Անետին և պատմում Արամի հետ տեղի ունեցածի մասին։ Բացի այդ, ասում է, որ Սոսն ու Լիլիթը վերադարձել են։ Անետը զարմանքից քարանում է, բայց նա շարունակում է թաքցնել ճշմարտությունը Աննայից, չբացահայտելով Սոսի ողջ լինելը ու առավել ևս նրա վերադարձը Հայաստան։ Միաժամանակ Սոսն անձամբ ստորագրում է որդու վիրահատության թղթերը։ Սեփական որդու գլխի վիրահատությունը նրան հիշեցնում է իր գլխի վիրահատությունը տարիներ առաջ, մենակության, դավաճանության և կյանքի եզրագծին կանգնելու տարիներից։ Այս անգամ նա պատրաստ է պատասխան պահանջել, առանց խնայելու որևէ մեկին։ Բագրատի մարդիկ էլ գտնում են Սեմին։ Նա արդեն չի կարող խուսափել պատասխանատվությունից։ Սեմին տեղափոխում են նկուղ, և Սոսը անձամբ գալիս է նրա մոտ հասկանալու, արդյոք հենց Սեմն է պատասխանատու Արամի գլխին եկածի համար։ Ու այստեղ արդեն սյուժեն շեղվում է դեպի վտանգավոր տարածք։ Ոչ ոք չգիտի, արդյոք Սոսը կթողնի Սեմին հեռանա նկուղից, թե ոչ, կպահի այնտեղ ու կպատժի նրան։ Իսկ այս ընթացքում Անգելինան շարունակում է սպասել որևէ պատասխան։ Փակ համարից զանգը կասկածի տեղիք է տալիս։ Նա վստահ է, դա Հենրին է։ Վիկտորիան, իմանալով այդ մասին, փորձում է մարել կրակը և գաղտնի զանգում է Աննային, պահանջելով, որ Հենրին վերջ դնի այս ամենին ու հեռու մնա վերջապես իր աղջկանից, քանի որ արդեն գիտի ճշմարտությունը։ Բայց Անգելինան պատահաբար լսում է խոսակցության հենց այս հատվածը, որ Հենրին արդեն գիտի ճշմարտությունը ու քարանում է։ Նորից խաբեություն, նորից գաղտնիք։ Վիկտորիան արագ հորինում է նոր պատմություն։ Իբր ինքը նկատի ուներ, որ Հենրին նոր է իմացել, որ ուրիշ կնոջից երեխա ունի։ Անգելինան այս անգամ էլ չի իմանում իրական պատճառը, թե ինչու է Հենրին հեռացել։ Սյուժեն գնալով խճճվում է։ Բայց այս մութ հանգույցներում ծնվում է նոր պայթյունի վտանգը՝ Սոսի վերադարձով։ Հարգելի հետևորդներ, արդյոք կհաջողվի փրկել Արամի կյանքը, թե նա կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Ո՞ւն ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Դա երևա որ թարմա, թե չէ։ Թարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեխեք։ Չորս օրվա է, Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ համեցեք։ Դե որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի բարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ շորից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի լը, բացի ասում եմ, ասում են դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ բայեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը
Լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում։ Վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա։ Բգոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք կողքած։ Իչև ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու մենք ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%, Սա գնացինք։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ բարի պետակ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, Որտեղ կիմանան։ բարի պետակ։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետան դեպի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալ ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դուլա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պարա սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման են, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքար ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ։ Մի խոսքով հասկացաք, իսկ սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ